Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, բարի լույս, Երևանում այս պահին ժամը 10:17-18 է, ես գտնվում եմ Վաշինգտոնում, այս պահին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում եմ, Վաշինգտոնյան ժամանակով այժմ գիշերը 1:17-18 է համապատասխանաբար, ժամեր առաջ, ինչպես հավանաբար տեղյակ եք, մենք ունեցանք հանդիպում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ եւ նրա գլխավորած պատվիրակության հետ, մենք քննարկեցինք երկկողմ հարաբերություններում առկա դինամիկան, առկա նախաձեռնությունները, ուրվագծեցինք որոշ նոր անելիքներ, խոսեցինք մեր ռազմավարական գործընկերությունից, առաջիկայում սպասվող այցերից, հանդիպումներից, ձեռնարկներից, բայց նաև իհարկե մեծապես կենտրոնացանք օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների կյանքի կոչման վրա, մասնավորապես հաստատեցինք թրիփ իրականացման շրջանակը, սա չափազանց կարևոր փաստաթուղթ է, ենթադրում եմ բոլորիդ համար շատ հետաքրքիր, բնականաբար եւ հասկանալիորեն վերաբերում է եւ շոշափում է բազմաթիվ հայ հասարակության համար զգայուն հարցեր, հետեւաբար մենք անհրաժեշտ համարեցինք, չնայած այստեղի ուշ ժամին, այնուամենայնիվ ուղիղ եթերում անդրադառնալ այդ հարցերին, այդ փաստաթղթին, ներկայացնել այն, որոշ դեպքերում հանդես գալ մեկնաբանություններով, եթե կլինեն հարցեր, կարծեմ զանգվածային լրատվության միջոցները արդեն որոշ հարցեր ուղարկել են, նաև ուղիղ եթերում պատասխանել այդ հարցերին, բայց նախքան մի անգամ անցնելու մեկնաբանությունների եւ տեքստի ներկայացմանը, ուզում եմ որպեսզի ավելի հասկանալի լինի, ներկայացնել ընդհանրապես ինչի ստեղծվեց այս փաստաթուղթը, ինչ է մեծ հաշվով այն իրենից ներկայացնում։ Ուրեմն հիշում եք հարգելի հայրենակիցներ, օգոստոսի 8-ին վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիևի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որպես վկա, ուրեմն իրենց կողմից ընդունված հռչակագրում սահմանվեցին խաղաղության եւ ապաշրջափակման հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքները, հիմնարար սկզբունքները, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, ընդգծվեց փոխադարձությունը եւ նաեւ նշվեց, որ թրիփ է սահմանվելու Թրամփի ուղի հանուն խաղաղության եւ բարգավաճման եւ մեծ հաշվով այդքանը այդ փուլում այս սկզբունքներն էին անհրաժեշտ հստակեցնել եւ համաձայնացնել եւ ահա անցել է ընդամենը 5 ամիս եւ մենք ամերիկյան կողմի հետ ուրեմն բանակցություններում հաջողել ենք արդեն շատ ավելի մանրամասն անդրադառնալ պայմաններին, չգիտեմ, հիմնադրման ուրեմն ձևին, բաժնեմասերին, կրկին սկզբունքներին եւ այլն, հիմա մենք դրա մասին կխոսենք, բայց ուզում եմ ասել, որ սա էլ վերջնական փաստաթուղթը չի լինելու, սա ուրեմն նշանակալի ձեռքբերում եմ համարում Հայաստանի համար ուրեմն եւ բոլոր գործընկերների համար եւ Միացյալ Նահանգների եւ մեր հարևանների համար շատ շահեկան մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով ընկած է օգոստոսի 8-ի հռչակագրի եւ վերջնական այդ պայմանագրերի ընկերության հիմնադրման ուրեմն եւ կանոնադրության եւ հնարավոր այլ վերաբերելի իրավական փաստաթղթերի միջև վստահեցնում եմ ձեզ, որ այն ինչ մեզ բոլորիս մեծ հաշվով քաղաքական հանրային հնչեղության առումով հետաքրքիր է, մեծ հաշվով հենց այս փաստաթուղթն է, ենթադրել կարող եմ, որ հետագայում արդեն մյուս ուրեմն կանոնադրական եւ մյուս հիմնադրման փաստաթղթերում մի քիչ ավելի իրավական տեքստ կլինի, իհարկե չեմ բացառում, որ նաեւ լինեն ավելի մանրամասներ այն տեղերում, որտեղ որ այս փաստաթուղթը սպառիչ չի նկարագրում որևէ գործընթաց կամ որևէ պայման, իհարկե այդ այն ինչ որ կլինի չի կարող շեղվել արդեն իսկ համաձայնեցված ուրեմն պայմաններից, դրույթներից, նաեւ ուզում եմ միանգամից ասել, վստահ եմ ինչպես նախկինում հիմա էլ այդ հարցը կլինի եւ ես ինչպես նախկինում հիմա էլ վստահեցնում եմ ձեզ եւ հուսամ առիթներ եղել են արդեն նաեւ ապացույցների, երբ ես ասում եմ, որ վստահեցնում եմ, այսպես է, տեսել ենք հետո փաստաթղթերին հրապարակել, տեսնենք, որ իրոք այդպես է եւ հիմա էլ եմ ուզում ասել, այդ հարցը կառաջանա, համաձայնեցված է այն,
ինչ հանձնված է թղթին եւ հրապարակվել է Երևանյան ժամանակով գիշերը, ավելին համաձայնեցված չէ, չկա որևէ պայման, որը բարձրացվել է, բանակցվել է եւ ունի համաձայնեցում, բայց չենք հրապարակել ինչ նկատառումներից ելնելով։ Ուրեմն միանգամից եմ ասում եւ միանշանակ որևէ այդպիսի դրույթ չկա, կա այն, ինչ որ կա այս փաստաթղթում եւ հրապարակված է։ Մեծ հաշվով շատ մեկնաբանությունների տեղել չկա, տեքստը շատ ուրեմն հանրամատչելի ձևակերպումներով է, տեքստը համապարփակ անդրադառնում է բոլոր հարցերին։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։